Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է պայեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը։ Պարոն Սահակյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Սահակյան, եթե հակիրճ ձևակերպեմ առաջին հարցը, ինչպես եք ընդհանուր առմամբ գնահատում այսօրվա մեր բանակի բարեփոխումները, որքանով են դրանք համարժեք ներկա մարտահրավերներին եւ սպառնալիքներին։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ուրեմն բարեփոխումները դրանք շատ կարևոր եւ անհրաժեշտ քայլեր են, որը պետք է իրականացնվեր տվյալ եւ ժամանակահատվածում եւ ընդհանրապես բարեփոխումների այդ շրջանակում եւ ժամանակաշրջանային ապահովող իրավիճակը տա։ Գնահատական տալ բարեփոխումների տանք լավ են ազդում, թե այս պահին թերի են ազդում մի քիչ դժվար է։ Բարեփոխումների ընթացքը ինքը բավական երկարատև է եւ դրան համապատասխանում են ընդհանրապես համապատասխանացրած է, եթե հիշում եք ընդհանրապես բանակի հայեցակարգի բարեփոխումների շրջանակում դա նշված է եղել ամեն ինչը ու հիմա կարևորը մենք որպեսզի կարողանանք բարեփոխումների շրջանակում այսպես գանք այն եզրակացության, որ զսպող որևէ բան ունի, գործիք ունենանք։ Ոչ թե բարեփոխումները ինչ-որ համակարգային ինքը ուղղակի պրոստը բարեփոխում անվանում լինի, այլ այդ զսպող համակարգը օրինակի վրա ասեմ, խոսքի օրինակ վերցնենք, եթե մարտական գործողություններ է գնում եւ հրետանային որևէ ստորաբաժանման վրա վերցնենք, ընդհանրապես մարտի ընթացքում այդպես է։ Անընդհատ պետք է դու ցանկացած խուսավարում անելու ժամանակ կարողանաս կրակի աջակցությունը ապահովես։ Այսինքն եթե ունես 3 մարտկոց, այդ մարտկոցները միանգամայն չի թույլատրում, որպես դրանք մարտի դաշտը, ասենք թողնելը խուսավարում իրականացնել։ Իսկ հերթականությամբ անում են նրա համար, որպեսզի կարողանաս մարտի դաշտի այդ կրակի ինտենսիվությունը պահպանես։ Հիմա նույնն էլ բարեփոխումներն է։ Այնպես պետք է Այսինքն փուլ առ փուլ, այսպես շերտ առ շերտ, բայց ինքը իր զսպող գործիքը որպես ինքը մշտապես պետք է պահպանը։ Այդ այն կարևոր իրան հատկանիշն է, որ պետք է այդ բարեփոխումներ լինի։ Այսինքն այդ process-ի ընթացքում բանակը չկորցնի հակառակորդին զսպելու իր ընդունակությունը, շարունակի լինել գործոն, մինչև որ այդ բարեփոխումները գոնե նախնական ծրագրված մասով ավարտին հասցվեն։ Միանշանակ, այո։ Եթե թողես ինքնահոսքի եւ ուղղակի թղթում գրածը փորձես ավելի շուտ իրագործես կամ այդ կարևորագույն ուղղությունները հաշվի չառնելով, ապա կարող է բավական լուրջ բաստողումներ ունենալ եւ ինքը իր նպատակին չհասներ։ Ես ավելի կոնկրետացնեմ հարցը, տեսեք, պարոն Սահակյան, վերջին տարիներին մեծ տեղ է հատկացվում զենքի մատակարարումների դիվերսիֆիկացիային։ Այսինքն ոչ թե մի երկրից գնումներ անենք, այլ մի քանի երկրից, ինչքան շատ, այնքան լավ։ Եվ մասնավորապես գիտենք պայմանագրեր կան Հնդկաստանի հետ, Ֆրանսիայի հետ, այնքանով ինչքանով որ դրանք բաց են, այդ ինֆորմացիան բաց է եւ ինչքանով որ մենք տեղյակ ենք, ձեր կարծիքով ճիշտ ճանապարհով ենք մենք գնում, օրինակ դուք ես տեղյակ եմ որպես պրոֆեսիոնալ հրետանավոր, հա, հնդկական զենքերի, հնդկական հրետանու մասին ինչ կարծիք ունեք։ Դա մեզ համար անհրաժեշտ միջոցներ են թե ոչ։ Խոսենք դիվերսիֆիկացիայի մասին, միանշանակ այո, դիվերսիֆիկացիա անելը դա ճիշտ ճանապարհ է։ Ուղղակի ինքը նմանատիպ ձևը պետք է ապահովի համահունչինիտ բարեփոխումների հետ եւ ժամկետների։ Ցավոք սրտի մեզ մի խնդիր ունենք, միանգամից հենց ասեմ, որ իրավիճակը այնքան շուտ փոփոխություններ է իրականացվում, այսինքն իրավիճակում փոփոխությունները մենք կարծես այդ բարեփոխումները դրան հետևից չեն հասցնում գնան, այդ թվում զենքի, զինամթերքի ձեռքբերումները։ Նայեք, հիմա Հնդկաստանի հետ, Ֆրանսիայի հետ հիմնական դա այն բաց աղբյուրները նշված պետությունները, որոնց հետ բաց, այսպես ասենք, զենքի զինամթերքի ձեռքբերման ինֆորմացիա կա եւ մենք անում ենք հարցը միայն ինչու Հնդկաստանի հետ նախ բացի դա կա միջազգային հարաբերություններ այդ հարցում իրականացված, որ
ոչ բոլոր պետությունները իրավունք ունեն այն զենքերը, որոնք իրենց մոտ արտադրվում են լիցենզիաներով, նրանք փոխանցեն երկրորդ պետության համար։ Շատ-շատերը դրանք ընդհանրապես իրենց ներքին բանի համար, շուկայի համար իրականացում, իրենց բանակի համար, եւ այդ բոլորի մեջ պետք է նաեւ ընտրես այնպիսի պետություններ, որոնք նախ ունակ են այդ զենքի զինամթերքը արտադրություն իրականացնեն այն ժամանակում, որոնք քեզ է պետքը, եւ այն քանակում եւ այն որակով, B. Իրանք հնարավորություն ունեն ապահովել լոգիստիկան, այսինքն այսօր հիմիկվա փոփոխվող աշխարհում իրավիճակի սրընթաց իրավիճակներում շատ կարևոր է որպեսզի այդ լոգիստիկան պահպանվի։ Այս պայմանագրում երկու ձև է կարա նշված լինի։ Կամ դու ես այդ լոգիստիկան ապահովում, կամ այն երկիրը ում հետ դու այդ հարաբերությունները հաստատում ես։ Ինչ խոսք Հնդկաստանի ռազմաարդյունաբերության մասին, մասնավորապես հրետանային միջոցների մասին։ Հրետանային միջոցները ընդհանուր գնահատական հետ տանք միջին որակի միջին մակարդակի որակի հրետանային միջոցներ են համարում, բայց հուսալի են։ Որոշները ռազմական փորձադաշտում եղեցին, այսինքն ռազմական փորձությունը անցկացված են, որոշները անցկացված չեն, բայց մենք անց ենք կացնում ստեղ եւ արդեն իսկ այս 22 թվի, 23 թվի պայմանագրից հետո 23 թվի եւ 24 թվի փոքր քանակով էս ձեռք բերած քանակով անցեկացվել զորային փորձարկություններ, որի հետևանքով որոշակի փոփոխություններ ամծվել, դրանց մոդիֆիկացիա են, ասենք փոփոխություններ, ասենք որոշակի լրացումներ ամծվել ըստ մեր պայմանների, ըստ մեր թատերաբեմի։ Եվ հենց գալիս եմ դրա վրա, որ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք, նայեք, շատ տեղերում կա նման հրետանային միջոցներ, նույն որակի, մեկը մի քիչ թույլ, մեկը մի քիչ ավելի բարձր։ Իմիջիայլոց ասեմ, հնդկական այս հրետանային միջոցները, որոնք մենք վերցնում, դրանք բոլորը եվրոպական ստանդարտի համակարգեր են, որոնք յուր ժամանակին 80-ական թվականներին, օրինակ Հնդկաստանը խոսքի եթե ատակամ վերցնենք, դրանք 80 թվականների հենց շվեդական հրետանային միջոցների բանն են, շարունակությունն են, նույնն էլ այն փոքրը, մարջերը, դրանք էլ M777-ի շարունակությունն են։ Մի խոսքով պետք է ասենք հետեւյալը, որ դրանք այն փոփոխությունները, որոնք մենք ենք առաջարկել, как մեր զինված ուժերը առաջ, եթե փոփոխությունները մտցնեն, լրացումներ իրականացնեն, ապա դա կամապատասխան է մեր սպասելիքներին, հնդկական զենքերի։ Ֆրանսիայի հետ շատ ավելի երկարատև հարաբերություններ կա սահմանած, որովհետև այն գումարները գիտենք երևի մի քանի օր առաջ Ֆրանսիայի պարլամենտը, որ 24 թվականի իրանց զեկույցը տվել են, ասինքն այն ինչ որ հատկացնում է Հայաստանի Հանրապետությանը եւ իր գումարի սահմանում, ասեն որ այն գումարի սահմանը, որում դեղ եղել է հաշվետվություն, մենք դրան 15-20% ընդհանրապես ձեռք բերել եւ ավելի քիչ, ասինքն բերել ստեղ, ասինքն կարելի է ասել, որ դեր հալան պետք է երկարատև համագործակցություն իրականացնենք եւ ունենանք։ Եվ ի վերջո բարի փոխումների եւ ընդհանրապես զենքի զինամթերքի կարևոր հատկանիշներից մեկը նա է, որպեսզի այդ ստեղ ուսուցումը կարողանանք կազմակերպենք եւ ռազմական արդյունաբերությունը զարգացնենք։ Նաեւ այդ խնդիրն է, որ պետք է իրականացնվի։ Պարոն Սահակյան, գաղտնիք չէ, որ մեր հարևան եւ հակառակորդ պետությունը մեզանից շատ ավելի արագ տեմպերով ցավոք սրտի շարունակում է զինվել, տարբեր միջոցներ, սպառազինություններ ներկրում, ինչ որ մի փուլում դուք հնարավոր համարում եք, որ այս ներկա դիսբալանսը ուժերի եւ միջոցների գոնե կրճատվի, էականորեն կրճատվի, որ մենք գոնե կարողանանք ինչ որ մի պահ մտածենք, որ Աստված մի արած ցենոր պատերազմի պարագայում շատ ավելի շահեկան դիրքերից հանդես գանք, քան որ դա եղել է 20 թվականին, 22 թվականին, 23 թվականին։ Պարզ է։ Դե եթե հետևենք ռազմական բյուջեի զարգացումներին Ադրբեջանի Հանրապետությունում եւ մեզ մոտ, այս պայն դեր կարելի ասած 3 անգամ ավելի շատ է իրանց ծախսերը, քան թե մերը։ Միևնույն ժամանակ իրանց մոտ ավելի շատ տենդենսիա գնում հարձակողական բնույթի զենքեր ձեռք բերել, բայց մեր որոշմամբ, այսինքն մենք հիմնականում պաշտպանողական բնույթի զենքեր ենք ասենք ձեռք բերում։
Եթե վերցնենք հետևյալը, բարեփոխումների շնորհիվ, այսինքն ամբողջական այդ բարեփոխումների սկզբունքները պահպանելով, ժամկետները եւ եթե կարողանանք զինվորական ծառայության այս կարևորագույն ուղղությունները պահենք, այսինքն խոսքը վերաբերում է ոչ թե զինամթերքի մատակարարման, այլ ուսումնական process-ի կազմակերպման, ռազմական արդյունաբերության, ներքին արդյունաբերության զարգացման, միևնույն ժամանակ զինվորական ծառայությունը, եթե հասարակության մեջ պոպուլյար սարքենք մենք եւ մեր հասարակության, այսպես ասենք, պատրաստված մարդկանցից ներգրավենք զինված ուժերը եւ բարձրացնենք ասենք որակը, թե խոսենք պրոֆեսիոնալ բանակի մասին, այսպես ասենք, ունակ ենք մենք, թեև 1-3-ի հարաբերություններ ունենալով, այսինքն թեկուզ բյուջեն է ձևի, մենք այդ բալանսը պահպանենք, բայց նորից եմ կրկնում, շատ կարևոր է, որպեսզի մեր բարեփոխումները թղթի վրա չմնան, էլի, այսինքն մենք իրականացնենք հետևելով բոլոր սկզբունքներին, այդ նշված իմ էլեմենտները անենք, այսինքն երկու հիմնական գործոն կա, որի վրա պետք է աշխատենք, մարդկային գործոնն է, որը պետք է, ասենք, մարդ լինի, որ ով պետք է այդ զենք զինամթերքը կիրառի եւ եկե զենքի գործոնն է։ Երկու գործոնը պետք է համադրելով կարողանանք մենք ընդհանուր մի հատ կոմպլեքս համակարգ սարքենք, որը ունակ կլինի դիմադրելու այս արտաքին մեր բոլոր մարտահրավերներին։ Իդեպ գրավչության մասին, ռազմաքաղաքական ղեկավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել եւ վերջին տարիների ձեռնարկում այս ուղղությամբ ծառայությունը թե պայմանագրային թե սպայական գործը առասարակ ավելի պոպուլյար դարձնելու, ինչպես դուք նշեցիք, այդ քայլերին հավանաբար տեղյակ եք, որքանով են դրանք համարժեք եւ այդ քայլերը կնպաստեն արդյոք թե դրանք կիսատ պռատեն եւ ավելի լուրջ անելիքներ կան դեռ այստեղ։ Նայեք, որոշակի դրական իհարկե քայլեր կա, ամբողջական չի կարելի ասել, որ սա սխալ է, սա վատն է, չի կարելի դի արդարացի չի լինելու։ Օրինակ, փորձ են կատարում անցնել, օրինակ, այնպիսի համակարգին համալրման, որը հնարավորություն կտա ամբողջ այն ռեսուրսը, որը մենք ունենք, ներգրավել։ Թե զինվորական ծառայության, թեև այս միամսյա հավաքներին, որպեսզի արդարության սկզբունքը պահպանվի։ Այդ մի դրական քայլ, որ փորձ են կատարում իրականացնեն, համակարգը սարքման ընդհանուր, որպեսզի ավտոմատ իրագործվի եւ ինքը տա ամենաէֆեկտիվ տարբերակը, որով կարելի է այդ մեկ ասեն դրական։ Որոշ բաներ փորձ կատարվում, անվում են իրականացնել սերժանտական կազմի նոր համակարգ ստեղծելու եւ դրանց դերը բարձրացնելու, տարբեր երկրներում կա դրական փորձը իրագործելու կա, որպեսզի կարողանան ավելի հետաքրքիր, ասենք, սարքին ծառայությունը եւ սպայական կազմում մի քիչ այլ ասպարեզում աշխատանքներ իրականացնել, բացի զորքերի կառավարումից։ Նաեւ կա ֆինանսավորման որոշակի դիտում, բայց սակայն այստեղ մի մեծ թերություն կա, օրինակ ինչին հետ չի կարելի համաձայնված այսօր, դա բազային աշխատավարձի մասին զրույցի գնում։ Այսօր իհարկե խոսում են, որ հնարավոր է աշխատավարձ պայմանագրային զինծառայողի, այսինքն շարքային կազմի մասին զրույցի կան մինչև 700,000 հասնի, բայց ինքը կարծես շատ անհնարին է, օրինակ ես որպես զինվորական այն պայմանները, որոնք դրված է որպեսզի նկատի ունեք ատեստացիայի գործընթացը։ Օրինակ, այո, ատեստացիայի գործընթաց ինքը քայլերն է, որ դուք ասում եք ինչ են անում, որ այսինքն կա ատեստացիայի գործընթաց, բայց այն պայմանները, որով պետք է հասցնվի եւ զինծառայողը ինքը ունենա այդ մակարդակը, որպես ատեստացիան անցնես ստանա, օրինակ լավ կամ գերազանց գնահատական եւ հավելավճար ստանա աշխատավարձին, իրական բավականին բարդ են, չենք ասում անհասանելի այդպես չի, ինքը հասանելի է լայնում, բայց հասարակությունը դեռ պատրաստ չի, երկար ճանապարհ պետք է գնա հասնել դրան, որպեսզի ունենանք այդ մակարդակը։ Դրա համար ես ասում սկզբից պետք է որպեսզի ինքը ավելի ընդունվող լինի, բազային աշխատավարձը բարձրացնվի, հասցնվի այն մակարդակին, որը ավելի մարդկանց համար ընդունելի կլինի եւ հետաքրքիր կլինի ծառայել, քան թե մտնեն ծառայություն իրականացնեն ու շատերը չեն կարողանում հասնել դրան ու դուրս են գալիս զինվորական ծառայությունից, գնում են այլ համակարգում ծառայության։ Իմիջիայլոց դժգոհությունները կապված են, ինչպես դուք նշեցիք, ոչ միայն
դժվարության հետ, հա, որ սահմանված այդ նշաձողը շատ բարձր եւ շատերը չեն կարողանում հասնել եւ հետեւաբար չեն կարողանում բարձր աշխատավարձ ստանալ, այլ նաեւ առարկաները։ Օրինակ տեսեք, մենք նայում ենք լրահոսում, նայում ենք բարձրաստիճան զինվորականները, նաեւ որոշակի տարիկանցած իհարկե պտտաձողի վրա պետք է ձգումներ անեն կամ վազեն կամ շարային անեն եւ անկախ ամենից հարց է առաջանում ինչի համար է այդ ամեն ինչը նրանից ինչ են պահանջում, որովհետեւ քանի որ նա պատերազմի ժամանակ դրանք չի հանձնելու, նա պատերազմի ժամանակ բոլորովին այլ գործառույթներ ունի։ Այս առարկաները այնքան էլ որ ակտուալ չեն այդ զինվորականների համար, ինչու են նման կերպով արհեստականորեն ըստ իս դժվարացնում այդ ատեստացիան։ Այկաշոր ջան, եթե անկեղծ ասեմ, այդ առարկաները բոլորը կարևոր են։ Հետո որպես մասնագետի գնահատական եմ ասում։ Չկա անկարևոր առարկա, որը մեզ մոտ զինվորականների մոտ ասենք կա առաջնահերթ կարևոր առաջնահերթության առարկաներ, կա ասենք երկրորդ կարգի առարկաներ։ Պետք է, եթե խոսենք ֆիզիկական պատրաստության մասին, դա ընդհանուր առողջ ասենք վիճակում պահելն է մարդուն, որպեսզի առողջ ոգի ունենա, դա ընդհանուր խոսույթ է ձևի պիտի պահպանվի, դրան դեմ չեմ ես։ Ես նորից պիտի կրկնեմ հետևյալը, պետք է պայմաններ ստեղծես։ Նայեք, ոնց կլինի, եթե ես ձեզ վերցնեմ, ասեմ, եկել եք ծառայության, բայց ուսման process-ը, օրինակ մեզ մոտ դեռ հələ թերի է անցնում, բայց քեզ 6 ամս դու պետք է քնություն հանձնես այդքան։ Այսինքն այստեղ խորքային խնդիր ունենք, այսինքն հարցը ինչու՞մն է, խի չենք կարողանում մենք հասնենք այդ մակարդակի։ Այսինքն ըստ երևույթի ուսումնական process-ը, որը այդ 6 ամսվա ընթացքում դեռ անցնում է, ինքը ունի որոշակի թերություններ, եթե մեղմ ասած որոշակի թերություն։ Քանի որ այդ 6 ամսվա ընթացքում զինծառայողը չի հասնում այն մակարդակին, այն կոնդիցիային, որ կարողանա հանձնել։ Հենց դրա մասին եմ ես ասածին։ Այսինքն մեզ խորքային խնդիր ունենք։ Մեզ խնդիր ունենք այսօր դեռ հələ ուսումնական process-ը կազմակերպել NZV-ի, ուսումնամեթոդական բազան NZV-ի ստեղծենք, որպեսզի դա կարողանա այդ նշված համակարգում զինծառայողը հասնի։ Այսինքն մարդ չի պիտի անպատրաստի։ Մենք ասում ենք 6 ամիս ժամկետը անցել է, իրավունք ունես օրինակ գնաս ատեստացիա անցես եւ գնահատական ստանաս ու բարելավես քո կենցաղդ, բայց պայմանները, որոնք մարդը պետք է ուսուցանվի, այսինքն դրանք չեն համապատասխանում։ Շատ լավ։ Պարոն Սահակյան, 23 թվականի սեպտեմբերի այդ ողբերգական իրադարձություններից հետո, Արցախի հայաթափումից հետո, երբ որ մեր այնտեղի հայրենակիցները եկան Հայաստան, մենք կարող ենք ասել, որ պաշտպանության բանակի զինծառայողները այսպես լիարժեք կերպով, հա, չհամալրեցին մեր զինված ուժերի շարքերը եւ չտեսանք այսպեսի լայնածավալ կոմպլեկտացիա մեր ՊԲ զինծառայողների հաշվին, թե ամեն դեպքում որոշակի գործընթաց տեղի ունեցել։ Ինչպես եք դուք այդ գործընթացը գնահատում։ Նայեք, իմ համար իրոք դա ամենացավոտ հարցն է։ Եվ որն է պատճառը ամենակարևորը։ Հա, իրոք դա ամենացավոտ հարցն է, որը ես 2 տարվա ընթացքում կարծես փորձում եմ պատասխանը գտնել, բայց այդպես էլ տարբեր պատասխաններ կա, բայց ասենք հստակ որևէ պատասխան չեղավ։ Կարելի է համարել հետևյալը, նախ ունեցել ենք ամենայն հավանականությամբ քաղաքական անվստահություն, որ այդ մարդիկ ստեղ որպես անվստահելի, որպես խմբային անդիմադիր process-ներ կգեներացնեն։ Այո, ամենայն հավանականությամբ այդ երևի կարևոր այս բանի կետերից մեկն է եղել, որ թեև ուրիշ խնդիր չկա, որ այդ ստորաբաժանումները ցրվեցին ու ստեղ չհավաքվեցին։ Իսկ գուցե Հայաստանում զինված ուժերում ծառայելը գրավիչ չէր նրանց համար, ովքեր երկար տարիներ այնտեղ այդ ծանր պայմաններում գուցե մարդիկ հոգնել էին արդեն։ Ոչ, նայեք, դա մասին ես խոսել եմ բազմիցս, ուրեմն նախ այդ process-ը ինքը այդպես է, աշխատանք կատարվել է, բայց շատ թերի է կատարվել աշխատանք։ Նախ աշխատանք չի կատարվել նշված զինծառայողների բարոյական վիճակի գնահատման եւ այդ ստրեսային վիճակից դուրս բերման աշխատանք չի կատարվել։ Այն սկզբից պետք է գնահատական տանք, այդ մարդիկ ինչքանով են պատրաստ հետագա ծառայության համար եւ ինչ այսպես
կարգում էլի եւ ընդհանրապես բարոյական վիճակը իրանց ինչ վիճակում է գտնվում, արդյոք իրանք ունակ են զինվորական ծառայության մտնել, թե չէ։ Այստեղ ես փորձում եի բացատրել, որ ավելի նպատակահարմար կլիներ, եթե իրանց ստորաբաժանումների կազմով ծառայության մտնեին, որովհետեւ այն զրկանքները, այն դժվարությունները եւ այն խնդիրները, որոնք իրանք ունեցել են, իրանց մեջ կմնա, էլի, որովհետեւ նայեք, մարդիկ են եղել, որոնք իրանց ստորաբաժանումները պատերազմի ժամանակ մեղմ ասած վատ են դրսևորել, բայց այդ նույն ստորաբաժանումների հրամանատարները կամ որոշ սպաները նշանակվել են ստեղ պաշտոնի։ Ու պատկերացրեք, նշանակվելուց հետո այնքան դժվար է եղել այդ մարդկանց համար ծառայությունը, այսինքն այն բերովը իրանց մոտ եղել է, իրանք չեն կարողացել դա առօրյա կյանքում իրանց վրա վերցնել այդքանը ու տանել։ Ու իրանք որպեսզի խուսափ են այդ հարաբերություններից, որ այս նոր ստորաբաժանման մեջ ինչ որ մեկը կարող է իրան ասել, «Բա գիտես դու այնտեղ լավ չես քեզ դրսևորել, լուրջ թերություն ես ունեցել, դրա համար այս խնդիրը ունեցել ես»։ Իրանք որպեսզի խուսափ են այդ պայմաններից, ինքնուրույն նորից զեկուցագիր են գրել դուրս եկել զինվորական ծառայությունից։ Բայց եթե դա լիներ իրենց ստորաբաժանման մեջ, իրենց ստորաբաժանման հրամանատարը կամ զորամասի հրամանատարը ավելի լավ է տիրապետում այդ խնդիրները եւ այդ ճգնաժամները ավելի հեշտ կհաղթահարեն։ Այստեղ նաև զորքերի ներդաշնակման խնդիր չէր լինի։ Շատ հարցեր լինի։ Միասին մարտական խնդիրներ են կատարել, այո, միանշանակ շատ հարցեր կլիներ եւ ինտեգրման, այսպես կոչված ինտեգրման process-ները շատ հեշտ կգնային։ Միևնույն ժամանակ մարդիկ չէին գնա այլ մատիվներով դուրս գային զինվորական ծառայությունից։ Այսինքն շատ դժվար է կոլեկտիվներում ինտեգրվել, նամանավանդ արդեն հասակարած զինծառայողների համար, թե շարքային զինծառայողների, թե սպայական կազմ, բոլորի խնդիր է եղել։ Առավել եւս, որ ստեղ լրացուցիչ կենսաղային խնդիրներ են ունեցել, լրացուցիչ, որ այնտեղ չեն ունեցել։ Այդ խնդիրները բոլորը խանգարում էր, չէ՞ որ Պաշտպանության նախարարությունը ոչ բոլորին է առաջարկել, այսինքն այն տեղամասում ծառայությունը, որտեղ կարար իր ընտանիքը ավելի հարմար ապրեր, շատ հարցեր կա, էլի, այսինքն չեմ ասում Երևանի մասին, ես խոսում եմ նրա մասին, որ շատ շատերը պետքա շատ, այսպես կասենք, մոտեցումը պետքա անհատականել լիներ, որ իմանային տեսնան, ու ինչ-որ միտեղ պետքա հանդուրժեինք ցեկուս ցանկությունները պետքա հանդուրժեինք մարդկանց, մարդիկ մտնեին զինվորական ծառայության, այնուհետև որոշում կայացնենք, առաջարկությունները տայինք, տեսնանք էլ շտեկալի է ավելի անհրաժեշտ տեղեր։ Թեկուզ ռոտացիայի կարգով տեղափոխել այլ ծառայություն։ Այո, ասենք, բայց մենք միանգամից, այսպես ռուսն ասած, տապորն ձև ասում ենք, կամ ծառայում ես այս պայմաններում, կամ դուրս ես գալի։ Ասենք դա պարզա որ չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է ասենք վերջնահարցունքում, կարծես մենք այդ այսպես խումբը արդեն զինվորական ծառայության համար, մոտակա ժամկետի համար կորցրել ենք։ Արժեքավոր ռեսուրս էր դա։ Այո, որովհետև մարդիկ այս 2 տարվա ընթացքում արդեն գաղափարներն էլ փոխվել, մարդիկ իրենց համար կենսաղապահովելու համար տարբեր միջոցներ են եւ աշխատանք են փնտրել, ոմանք ճարել են, ոմանք դուրս են եկել այստեղից, ոմանք այլ արդեն զբաղվածություն ունեն եւ այդ, այսպես ասենք, կարևոր խումբը, որ մենք ունեցել ենք, ինքը այս բանը որպես համարենք ինքը եղել է սխալ, բայց ես ավելի շատ ստիլի մտածում եմ, որ կարելի է դա ասած որպես դաս։ Օրինակ իմ համար ես դա գրել եմ, որ դա դաս է մեր համար։ Եթե ինձ հնարավորություն լինի խոսքի նման հարցեր լուծելու համար, ես այլ կերպ կլուծեի։ Դրա համար ես գրել եմ, քաղել եմ դաս ընդհանրապես, որ ոնց չի կարելի առած։ Պարոն Սահակյան, նոր պատերազմի հավանականությունը ինչպես է գնահատում։ Օրինակ վերջին ամիսներին, նույնիսկ անցած տարվանից սկսած բավականին կայուն է սահմանին, որ պահից է հնարավոր դա փոխվի եւ դա կարող է այդ իրավիճակը փոխվել թե ոչ։ Ցավոք սրտի պատերազմը մենք գտնվում ենք այնպիսի փուլում, որ ասենքն այս փուլում դիվանագիտական, հա, տեղեկատվական, տնտեսական պատերազմ է գնում Հայաստան։ Միգուցե լայն շերտ հասարակության համար ամբողջական դա չի երևում, բայց եթե խոսքի մասնագիտական գնահատական տակ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանի հանդեպ պատերազմը ոչ մի ժամանակ չի ավարտվել։ Ինքը տարբեր այդ ուղղություններում գնում է։ Հենց հիմա էլ, ասենք, տեղեկատվական դաշտում եւ դիվանագիտական դաշտում պատերազմ է գնում եւ մենք ուղղակի բարբերաբար ունենում ենք էկզիստենցիալ պատերազմի փուլեր, օրինակ, որ եղել է 16 թիվ, օրինակ Արցախում 20
20 թվականին ա եղել, 21 թվականին Հայաստանի սահմաններում։ Այսինքն պետք է փաստենք հետեւյալը, որ տարածաշրջանում թեև խաղաղ process-ներ գնում են, բայց դրա հետ մեկտեղ ինքը ոչ ամբողջական եւ ոչ լիարժեք է այսօր ասին գնում, որովհետեւ կարծես միակողմանի մենք խաղաղ պայմանների այսպես խաղաղ պայմանները կամ պատերազմ չլինելու բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի չլինի, հակառակ կողմը պարբերաբար հրետորաբանությունն է, ասիկան ռազմատենչ կոշտացնում, բայց միևնույն ժամանակ պիտի շեշտեմ հետևյալը, տեղեկատվական պատերազմի մենք շրջանում ենք գտնվում այսօր, եւ դա ոչ պակաս պատերազմ է, որ ասենք ունեցել ենք մարտի դաշտում եւ դա դիմակայելու համար բավականին լուրջ ռեսուրսներ պետք է ներդրած, որպեսզի մենք այդ պատերազմից դուրս գանք։ Իսկ ինչ վերաբերում է այս ձեր ասած էգզիստենցիալ պատերազմի այդ փուլի հասնելը կամ չհասնելը մի քիչ այսպես ասենք գուշակում անելը անշնորհակալ բան է, որ վաղը կլինի, մյուս օրը կլինի կամ երբ կլինի, նայեք ինքը կլինի այն դեպքում, եթե զսպման կամ բոլոր եղանակները մենք կորցրած լինենք, ու մենք պետք է կարողանանք այդ 3 պատերազմները, թե ես ինչու մասի խոսեցի, տեղեկատվական պատերազմը, թե դիվանագիտական դաշտում պատերազմը, թե տնտեսական պատերազմը, մենք պետք է կառավարելի սարքենք։ Եթե մեզ հաջողվեց կառավարելի սարքենք այդ բոլոր պատերազմները, ապա մենք կխուսափենք այն 4-րդ տարբերակից։ Շատերի կարծիքով Հայաստանի ղեկավարության արձագանքը Բաքվի կոշտ եւ էքսպանսիոնիստական ռետորաբանությունը բավականին զուսպ է։ Դուք եւս նման կերպ եք մտածում, զուսպ է, չարթարացված զուսպ է, ձեր կարծիքով, թե պետք է ավելի մենք եւս կոշտ հայտարարություններով հանդես գանք ի պատասխան նման հակառակորդի նման նկրտումների։ Հենց դուք ինքներդ հիմա հաստատեցիք, որ տեղեկատվական պատերազմի շրջանում մենք գտնվում, դա պատերազմ է, եւ համաձայն եմ այն բանի հետ, որ այո, մենք շատ մեղմ ենք պատասխան տալիս իրանց, եւ թե իշխանությունները, թե չգիտեմ, հələ որ այն մարդիկ, ովքեր կամ են կազմակերպություն, որոնք պարտավոր են այդ պատասխանները տարբեր հարթակներում իրականացան, դեռ թերի աշխատանք կատարվում։ Ես կհասկանա, եթե մի անգամ, չգիտեմ, թեկուզ 2 անգամ մենք ավելի մեղմ պատասխաններ կտայինք կամ լռեինք, իմիջիալս լռությունն էլ ենք պատասխան, բայց եթե ավելի հաճախ ես լռում, դա արդեն թուլություն են համարում, դա պարզ տրամաբանություն է, էլի։ Եվ որպես այդպես չլինի, իհարկե մի քիչ ավելի կարծում որ պետք է ավելի արժանապատիվ պատասխան տանք, ավելի այսպես մեր բառերով տեղը դնելու համար էլ ասիկ պետք է պատասխանը տաս եւ կարծես չգիտեմ 3 օրը մեկ շաբաթը մի անգամ մին այդպիսի արտահայտություն կողից ասենք լինում, որ ամբողջ մեր հայաստանյան դաշտը կարծես պայքարի մեջ է մոտում, ու սկսում են ինչ-որ մի ձև ասել խիչ եք պատասխանում, պարզ է երևում է, որ եւ հասարակությունը ինքը տեսնում է, որ մեղմ է այդքան արված, բայց մոտավոր պատկերացումից հետեւյալն է, որ իշխանությունները փորձում են մաքսիմալ զուսպ պահելով խուսափեն այսպես նոր կոնֆլիկտի առաջացմանը, իրենց մարտավարությունը հետ է։ Խուսափում են, քանի որ դեռ հասկանում են, որ շատ տեղ ունենք անցնելու, շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի գանք ինչ-որ մի մարտունակության մի վիճակի, որ կարողանանք դիմակայենք, թե ամեն դեպքում խնդիր է դրված նման իներտ ձևով մեզ պահենք եւ հնարավորինս խաղաղության դարաշրջան առաջ մղենք, ինչպես նրանք են ասում։ Ոչ տարբերակն է։ Կարծում, թե ինչ-որ զուտ խնդիր է դրված, միանշանակ կարծում եմ, որ նաեւ կա ինքնագնահատում էլ կա, որ ասեք ստեղծված իրավիճակում քո պատրաստության համակարգը ինչ վիճակում է, այսինքն ամբողջական, ես պետության համակարգի մասին եմ խոսում, եւ ամենաառաջի դրթող պատճառներից մեկը, որը ասինքն ստիպում է որպեսզի ավելի զուսպ լինի, իհարկե դա դեռ հալակ ու պատրաստության համակարգի պատրաստության մասին է զրույցի գնում, այդ մեկ։ Երկրորդը պետք է ասենք, որ այստեղ ավելի խոշոր եւ ավելի խորքային դիվանագիտության մասն է, ասենք զրույց գնում, որովհետեւ մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատական տանք, ասենք տարածաշրջանում ավելի խոշոր պետությունների շահերը որտեղ է, ասենք կանգնած։ Եվ արդյոք մեր հրետորաբարությունները, եթե ավելի գորշ սարքվե,
դու ունես այն զսպող ռեսուրսները, որը կարողանային այս կառավարելի սարքեն այդ իրավիճակը։ Այսինքն կարծում եմ այդ հարցերը բոլորը շատ նուրբ են եւ իրականում թեկուզ մասնագիտական այս վերլուծությունների ժամանակ շատ կարեւոր է ինֆորմացիա, ասենք ճիշտ տիրապետել, էլի շատ հնարավոր է կա այնպիսի իրավիճակ, որով չկա այդ զսպող բանը, կապը, որով քեզ հնարավորություն կտա, որպեսզի դու ավելի քեզ կոշտ պայես եւ եթե ճիշտ գնահատականի երևի տանք, ամենայն հավանականությամբ դե երկու կողմում էլ ունենք խնդիրներ։ Եվ խնդիրներ ունենք ներքին ոլորտում, մեր ինքներս, մեր պոտենցիալի մեջ, իհարկե եւ խնդիրներ ունենք նաեւ դրսի այդ ոլորտում, այդ որը պետքա քո ասելիքները նաեւ կարողանա պաշտպանել։ Շնորհակալ եմ, պարոն Սահակյան։ Ես հիշեցնեմ, մեր հյուրն էր Պայստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը։ Կհանդիպենք։